Այս գիշեր ժամը 12:30-ից մինչև 1:19 Սյունիքի մարզի Խնածաղ գյուղում անդադար կրակոցներ են լսվել, հայտնում են գյուղացիները եւ հավելում, որ տպավորություն էր, թե պատերազմ է։ Իսկ ապրիլի 20-ին գիշերը ժամը 2:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Բարեբախտաբար տուժածներ չկան, հաղորդել է Պաշտպանության նախարարությունը եւ ադրբեջանական կողմին կոչ արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը, տալ հրապարակային պարզաբանումներ։ Վերջին օրին Ադրբեջանի պետական հեռուստաընկերություններն ու մեդիան աշխատում են պատերազմի ռեժիմին հատուկ ոճով։ Ադրբեջանում հեռարձակվող ASTV պետական հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում անդրադարձ է եղել Հայաստանի սահմաններին երկրապահ ուժերի տեղակայման թեմային եւ այդ համատեքստում ԵԿՄ-ն անվանվել է ահաբեկչական խմբավորում։ Այնուհետև Մուսավատ.com լրատվական կայքում այդ տեսահոլովակը հրապարակվել է այսպիսի տեքստով. հայերը պայմանական սահմանին ահաբեկիչներ են տեղակայում, միթե խաղաղության ուղերձով պատերազմի են պատրաստվում։ Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն կարելու շրջանակում Ադրբեջանում դատավարությունը մեկ Խոջալույի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին ձեռքի հետ 1988 թվականից մեկնարկած Արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում, գրել է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Բանը հասել է նրան, որ դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել, վերլուծել, փորձելով այն կապել իրականացվող այս կամ այն հանցանքին։ Եթե հանցագործությունը դիտվում ազգային ազատագրական պայքարի առաջին շարքում գտնվելը, ինքնապաշտպանական ուժեր ղեկավարելը, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անկախության եւ անվտանգության ակունքներում կանգնելը, ապա դա բացառապես Ադրբեջանն Արցախի օկուպացիայով եւ Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածների մխրճմամբ չի սահմանափակվում, որովհետեւ նրա խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը, որի դեմ պայքարը փաշինյանական իշխանության հետ ներդաշնակ իրականացվում է, սակայն արմատախիլ անել չի ստացվում, նշել է պատգամավորը։ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի Facebook-յան գրառում է արել հիշողություն եւ ժխտում վերտառությամբ, խոսելով ցեղասպանության ոգեկոչման ու մեր ներքին սպառնալիքի մասին։ Այս օրերին աշխարհասփյուր հայությունը ոգեկոչում է ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Սերունդներ շարունակ մենք հարգել ենք 1.5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք կյանքից զրկվել են պետականորեն կազմակերպված եւ մանրակրկիտ ծրագրված բնաջնջման արշավի արդյունքում։ Այս տարի սակայն մեր հավաքական ոգեկոչումը ստվերում է մի ամպ, որը դրսի ուժերից չէ, այլ ներսի։ Նիկոլ Փաշինյանին վերագրվում է երբևէ աներևակայելի մի մեղք։ Նա հրապարակայնորեն կասկածի տակ է դրել հայոց ցեղասպանության իրողությունն ու ողբերգության մասշտաբները։ Ցեղասպանության ժխտումը մտավարժանքի կամ դիվանագիտական նրբության հարց չէ, այն բռնության ակտ է։ Մենք այժմ կանգնած ենք կրկնակի սպառնալիքի առջև, ժխտում դրսից եւ արժեզրկում ներսից։ Փաշինյանի ձախողումները չեն սահմանափակվում միայն հիշողությամբ։ Նրա կառավարման շրջանը նշանավորվել է ազգային աղետով, Արցախի կորստով 120,000 հայերի տեղահանմամբ, հազարավոր երիտասարդ զինվորների մահով եւ նվաստացուցիչ պարտությամբ։ Նրա ղեկավարման օրոք խարխլված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մեր գերիները փակված են Բաքվի զնդաններում, իսկ առջևում նոր զիջումներ են։ Ապրիլի 24-ին, երբ մենք ազգովի համախմբվում ենք հիշատակի եւ հարգանքի տուրք մատուցելու համար, պարտավոր ենք նաեւ վճռական լինել վերականգնելու Հայաստանի արժանապատվությունն ու ազգային նվիրական գաղափարները։ Փաշինյանը զրկվել է երկիրն առաջնորդելու բոլոր իրավունքներից՝ բարոյական, քաղաքական եւ իրավական։ Արդարության վերահաստատման եւ ազգային վերածննդի ուղին անցնում է նրա հեռացման միջով։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հարցադրում արեց 1990 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ որ մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավան։ ԿՊԱ-կան պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից ռեպլիկ արեց դաշնակցական։ Հետո ասեց գլուխդ պատող տվեց իր հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան գնացեք մամուլ նայեք հայտարարեց Մանուկյանը։ Նրա խոսքով փաշինյանական թեզերը վտանգում են մեր պետականությունն ու ազգային գոյությունը։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը ունի հստակ նպատակ հայ ժողովրդին զրկել արմատներից, հիշողությունից ու ինքնությունից, նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Նախորդ շաբաթ Հայաստանի ազգային ժողովում մենք ականատես եղանք մի ելույթի, որը պաշտոնապես կոչվում էր ամփոփիչ, զեկույթ, բայց իրականում այն քաղաքական մանիֆեստ էր պետականություն առանց հիշողության, իրականություն առանց արմատների ու ապագա առանց ինքնության։ Այն առաջարկում էր հրաժարվել մեր պատմական դասերից, մշակութային կոդերից ու ազգային նկարագրից։ Սա բառերի խառնաշփոթ չէր, չգիտակցված պորտքում չէր, ինչպես նախորդ օրը եղավ։ Սա նախապես ծրագրված գաղափարախոսություն է, որն ունի շատ հստակ նպատակ։
հայ ժողովրդին զրկել հիշողությունից, արմատներից եւ ինքնությունից։ Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի մանիֆեստի վերածեց անցնող մի քանի տարիներին արդեն ավանդական դարձած ներազգային կյանքում հակադրումներն ու թշնամացումները։ Հիշում եք, բաժանումները տարբեր էին՝ սև ու սպիտակ, նախկին ու ներկա, հարկատու, թալանչի, հայաստանցի ու սփյուռքահայ, հետո արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ հայրեն անվել կամավոր ու դիզերտիր, արցախցի խուճապ տարածող, դավաճան ու վարչապետի առաջին իսկ կոչով ճակատ շտապող որդի։ Նմանատիպ բաժանումները յետ պատերազմյան շրջանում այլևս որքան մեծանում էին, թուրք-ադրբեջանական ճնշումները, այդ հակադրում հարցադրումները ուղղված հասարակությանն ավելի ցայտուն, ավելի ցինիկ ու բանականություն չճանաչող էին դառնում։ Այս ամբիոնից հակադրեց Արցախյան շարժումն ու անկախության համար պայքարը, այլև Արցախյան շարժումը համարեց խոչընդոտ այդ պայքարի համար։ Նա բացահայտ ձևով հակադրում է մեր նորագույն պատմության երկու հենասյուները՝ Արցախյան շարժումը եւ Հայաստանի Հանրապետության անկախացման շարժումը։ Սա ոչ թե թյուրիմացություն է, այլ գաղափարական դիրքորոշում, որն այսօր պաշտոնական է դարձել այս իշխանության համար։ Ի հակադարձություն Գեղամ Մանուկյանի հայտարարությունների ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշեց ցուցադրել, թե ով է գործադիր իշխանության գլուխը։ Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու։ Այլևս մի մցրու, լսի, եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա։ Ես ձեզ խնդրում եմ, տես, գալիս խոսում ես, ասում ես ներողություն չեք ուզում, խնդրեք, ասել եմ, դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ եւ իրավիճակը լարելու չեմպիոն եք, ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու, ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու։ Տեսնում ենք արդեն։ Իմիջիալոց, հերիք մի սպառնում ես ինձ։ Դե հետո ասեց հա։ Գլուխները պատով եք տալիս, բոլորդ, ով որ կարա իրան թույլ տա սպառնի։ Ով կարա սպառնա, գլուխը պատով է տալի։ Լավ, հանգստացի թող խոսենք, 20 րոպե առանց էլ վարքյաններն ենք հաշվում, որ վերջը, Տիկին Կյուրեղան, չեմ լսում ձեզ ու փարկացու։ Ուրեմն հանգստացեք։ Առանց էլ այդ 20 րոպեանոց ելույթը վարքյաններն ենք հաշվում, երբ ավարտվելու, որովհետև, ասենք, ավելի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ենք խոսում, այտենց ելույթներով այտենց ծրագրեր ես անում, ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովաց ծախի դնի այդ ծրագրերի մեջ, որտեղ ոչ մեկ չի նայելու։ Կարամ տրուսիկով չի, բայց կարամ նկարը ուղարկեմ նայես տեսնես, որ մի գնա է, ուր ես գնում։ Բայց ես նորմալ փող եմ աշխատել, ձերպես փող չեմ աշխատել, արին ես դե մի գնա։ Վախեցար։ Հետ արի, եղբայր, հետ արի։ Հետ եկեք, 20 րոպե կյանքները կերար բոլորիս, խնդրում եմ նստի լսի։ Խնդրում եմ նստի լսի էլի, կլսես չէ հետո, շնորհակալ եմ։ Եղավ, շարունակեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում տարածաշրջանային այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ակտիվ երկխոսություն եւ արդյունավետ փոխգործակցության հույս հայտնել։ Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն եւ կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Այս համատեքստում զրուցակիցները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել։ Ըստ Փաշինյանի խաղաղության օրակարգը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է։ Սինիրլիօղլուն էլ նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան եւ պետք է դրանք իրացնել։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում առանձին ծրագրերի իրականացման մասով։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի որպես յուրահատուկ խաչմերուկի մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը։ Օկուպացված Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան Իվանյան Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում։ Ճանապարհը սկիզբ է առնում Բարդա-Ակնա ճանապարհից, որի ընդհանուր երկարությունը 32.6 կիլոմետր է, ինչը կհեշտացնի տեղաշարժը տարածաշրջանում, նաև զգալի ազդեցություն կունենա գյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացման վրա։
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում Շեքինի եւ Օղուզի շրջանների սահմանին 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից տուժածների եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Russia Today-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-իրանական գործակցությանը, միջուկային բանակցություններին, նաև խոսել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակից։ Նա նշել է, որ Իրանի եւ Ռուսաստանի քաղաքականությունները Կովկասի տարածաշրջանում համահունչ են։ Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք, աշխատել ենք նաև անցյալում համատեղ ձևաչափերում տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Վերջերս սկսել ենք նախաձեռնություն, որն իրենից ներկայացնում է 3 երկիր՝ մի կողմից Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան եւ 3 երկիր, մյուս կողմից Իրան, Թուրքիա եւ Ռուսաստան։ 3 գումարած 3 ձևաչափով նիստեր արդեն անցկացվել են, սակայն մեր վրացի բարեկամներն առայժմ որոշ վերապահումներ ունեն եւ հուսով եմ, որ առաջիկա նիստերում դրանք կհաղթահարվեն։ Ըստ Իրանի արտգործնախարարի, Իրանի եւ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում համընկնում է եւ վստահ են, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Արտաքին ուժերի ներկայությունը ոչ միայն չի նպաստում անվտանգությանը, այլև վնասակար է։ Այսպիսով մենք կարծում ենք, որ թե 3+3-ի շրջանակում, թե երկկողմ խորհրդակցություններով հնարավոր է կարգավորել Հարավային Կովկասի երկրների խնդիրները։ Իրանն ու Ռուսաստանը երկուսն էլ ուրախ են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պատրաստ է։ Հուսով ենք այն շուտով կստորագրվի։ Մենք աջակցում ենք այդ պայմանագիրը եւ վստահ ենք, որ դրա ստորագրումից հետո տարածաշրջանը կմտնի նոր փուլ, կզարգանան կապերը եւ տնտեսական, քաղաքական ու այլ համագործակցությունները կստանան նոր շունչ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը այս շաբաթ գործարք կկնքեն, որից հետո երկուսն էլ կսկսեն մեծ բիզնես անել Միացյալ Նահանգների հետ, որը ծաղկում է եւ հարստություն կստեղծեն։ Միևնույն ժամանակ Կրեմլը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը որոշել է չերկարաձգել Սուրբ Հարության տոնի առթիվ Ուկրաինայում հայտարարված հրադադարը։ Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Վատիկան Նյուզը։ Պոնտիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին։ Սուրբ Պետրոսի հրապարակում 88 անգամ հնչել է զանգերի ղողանջ հիշատակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի։ Նույնը տեղի է ունեցել նաև Փարիզի Աստվածամոր տաճարում։ Ապրիլի 20-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին դիմել էր ավանդական Սուրբ Զատկի պատգամով։ Նա իր ուղերձը նվիրել է ամբողջ աշխարհում խաղաղության, գլոբալ զինաթափման եւ բանտարկյալների ազատ արձակմանը։ Պոնտիֆիկոսը նաև նշել էր, որ Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում եւ կոչ էր արել աղոթել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման եւ իրականացման համար։